Ողջույն բոլորին, այսօր եկել եմ պատմեմ վիրահատության և ներկայիս հետվիրահատական շրջանի մասին։ Վիրահատությունը նախ անցել է սպասվածից 2 անգամ ավելի լավ ու քայլելու շանսերը կրկնապատկվել, եռապատկվել են։ Ես շատ հնարավոր է նաև, որ լավ պարապմունքի արդյունքում արդեն կարողանամ շատ շուտով քայլել մանանց քայլել։ Ճիշտ է, հիմա դեռ անկողնային ռեժիմի մեջ եմ, որովհետև հիմա չեմ կանգնում, բայց ինձ պետք է մարզումներ, որոնք իհարկե կապ ունեն ֆինանսի հետ, որովհետև մասնագետին պետք է տուն կանչեմ ու ամեն այցը մասնագետի օրական 15,000 գումար արժի, որը ներկայիս պայմաններում ես չեմ կարող ապահովել, քանի որ հիմա ոչ աշխատունակ եմ համարվում և իմ ֆինանսներով չեմ կարող դա անել։ Ընդամենը 1 ամիս պետք է տևի բուժման կուրսը օրական 15,000 դրամով։ Թեկուզ այս սարքերով ասել են, որ պետք է պարապեմ, որովհետև եթե չկարողանամ կանգնեմ հիմա այս սարքերով, անիմաստ կլինի այս ամենը ու իմ տանջանքը։ Դրա համար խնդրում եմ բոլորիդ, եթե անգամ 500 դրամով, 1000 դրամով կարող եք աջակցել ինձ, խնդրում եմ, կյանքում երևի առաջին անգամ եմ ձեզ, իմ սիրելի հետևորդներ, խնդրում դա, եթե թեկուզ 1000 դրամով, 500 դրամով կարաք աջակցեք, շատ մեծ բան կարելի փոխվի այդ աջակցությունից։ Ես սա վիդեոյի ներքևի հատվածում կգրեմ հաշվեհամարներ քարտի, Ակվա բանկի, եւ եթե դուք կարող եք փոխանցեք։ Պատկերացնենք այն 1000 դրամի չելենջն է, որը բոլորը խաղում են։ Եթե ամեն մեկը 500 կամ 1000 դրամ փոխանցի, իմ բուժման գումարը կհավաքվի ու ես կկարողանամ հաղթահարել այս հետվիրահատական շրջանը։ Հա, իհարկե նաև չմոռանամ նշել, որ ունեմ վիրահատությունից հետո ցավեր, որը շատ նորմալ է, գիշերը նորմալ չեմ քնում, բայց դա անցողիկ է։ Ու դրա համար էլ պետք է պարապեմ, որպեսզի կարողանամ գնալ առաջ։ Ու ես վստահ եմ, որ դուք կկանգնեք իմ կողքին։